Ակցիաներով պատերազմական կառավարության մոտ եք լինում եւ հայ գերիների պահանջով, եթե ճիշտ եմ հիշում, ցուցաբանել եք եւ իշխանափոխության պահանջով։ Բրեժ այսօր ինչպես հանրության շրջանակներում մտահոգություն կա, Սյունիքն է, այսպես ասած, վտանգի տակ, այս պահին Սյունիքում ինչ մտադրություններ են, ինչպիսի տրամադրություններ են, հասարակությունը ինչպես է վերաբերում այսպես կոչված խաղաղության պայմանագրին եւ հնարավոր համարում եք, որ իսկապես խաղաղություն կբերեն իշխանությունները։ Ես կոչս ուղում եմ ողջունեցիներին, ես չեմ կասկածում մեր անկոտրուն սյունեցիների վրա, նրանք երբեք չեն ուզում, ես ինչքան իմ ստույգ տվյալներով, ինչքան գիտեմ, մեր սյունեցիները, մեր անկոտրուն սյունեցիները չեն ուզում, որ այս թուրք իշխանության օրոք ապրեն Թուրքի հետ, ես կոչս ուղում եմ սյունեցիներին, բոլոր մեր սյունեցիներին, մեր կապանցիներին, միացեք սրբազան պայքարին եւ միայն պայքարով պետք է վռնդեք այս թուրք իշխանությանը, կոչս ուղում եմ մեր սյունեցիներին, մեր անկոտրուն սյունեցիներին, ինչպես մի մոռացեք, ինչպես այս թուրք իշխանությունը ծախել է մեր Արցախը, այնպես ծախելու է մեր Սյունիքը։ Մի վստահեք այս թուրք իշխանությանը, որպես սյունեցի ես ձեզ ասել եմ 21 թվից, չեք հավատացել։ Հիմի ասում եմ, խոսքս ուղղում եմ ձեզ, հարգելի սյունեցիներ, մի վստահեք այս թուրք իշխանությանը, մենք երբեք անկոտրուն չենք եղել, մեր պայքարը շարունակվում է եւ միացեք սրբազան պայքարին։